Ուղիղ առևտուր Հայաստանի և Թուրքիայի միջև պաշտոնական Երևանն այսպես է մեկնաբանել Հայաստանի հետ երկկողմ առևտրի արգելքները վերացնելու Անկարայի որոշումը։ Այսուհետ Հայաստանից Թուրքիա և հակառակ ուղղությամբ ապրանքների ներկրման դեպքում նշվելու են Հայաստան-Թուրքիա անունները։ Թուրքիայի արտգործնախարարությունն է հայտնել, որ ավարտվել է ուղիղ առևտուր սկսելու շուրջ թղթաբանությունը։ Եթե Թուրքիան է արտահանում դեպի Հայաստան, դեպի Թուրքիա-Հայաստան, եթե Հայաստանից է գնալու Թուրքիա, ուրեմն Հայաստան-Թուրքիա, եթե երրորդ երկիր է, ուրեմն էլի Թուրքիայի վիճակագրությունը մաքսային կետերը բաց կթողնեն երրորդ երկրներին գնացող ապրանքները որպես հայկական ապրանք։ Մինչև հիմա վրացական որևէ կազմակերպության վճարում էին գործարարները։ Հայաստանից Թուրքիա ապրանքներ արտահանելիս, Թուրքիայից Հայաստան բեռներ ներկրելիս այդ վրացական կազմակերպության անունը թղթերում նշելու համար։ Քանի որ Թուրքիան պաշտոնապես ցույց չէր տալիս եւ Թուրքիայում ապրանք գնելիս չեն կարող ձևակերպել Թուրքիա-Հայաստան, դեպի Հայաստան։ Ձևակերպում են վրացական կամ այլ միջնորդ կազմակերպության անունով։ Հիմա այդ խնդիրը վերացել է, թույլատրվել է Հայաստան-Թուրքիա ապրանքաշրջանառությունը, բացատրում է տնտեսագետը։ Արդեն պաշտոնապես թույլատրվում է ապրանքաշրջանառությունը Թուրքիայի եւ Հայաստանի միջև։ Հիմա ուրիշ թեմա է արդեն թե մենք ինչ կբերենք, որքանով է տնտեսության դա կվնասի կամ չի վնասի Թուրքիայից բերվող ապրանքները։ Խոսքը գնում է ուղղակի զուտ թույլտվությունների մասին։ Հայաստանի արտգործնախարարության խոսնակն այսօր է տարածել 3 անոնսված հայտարարությունը ողջունելով Թուրքիայի որոշումը ու դա համարելով Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հերթական արդյունք։ Այս հայտարարության թույլտվությունը արտգործնախարար Միրզոյանը 3 Փաշինյանից էր ստացել։ Տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է Միրզոյանը քարոզարշավի ժամանակ Փաշինյանի ականջին շշնջում։ Թուրքերն այսօր բացում են Welcome-ի հայտարարություն տարածենք։ Փաշինյանն ավելի ուշ բացահայտել էր, թե խոսքն ինչի մասին է, որպես կարևոր առաջընթաց ներկայացնելով այդ փոփոխությունը։ Այսօր էլ էկոնոմիկայի նախարարությունն է հայտնել, որ սա կնպաստի ծախսերի ու մատակարարման ժամկետների կրճատմանը։ Անկարայի որոշումը ողջունել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը, իր գրառումը վերնագրելով «Լավ լուր գործարարների համար»։ Լավ լուրեր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից չուներ Ռուբինյանն առնվազն 5 օր առաջ, երբ Երևանում մի հարթակին նստած թուրք գործընկերոջ հետ, որին Սերդար Բեյ էր անվանում, բողոքում էր, թե իր ուզած տեմպով առաջ չի գնում կարգավորման գործը։ Չնայած դրա նախօրեին էին Սերդար Քլչի հետ ստորագրել Անիի պատմական կամրջի վերականգնման մասին արձանագրությունը։ Կարծում եմ ժամանակն է, որ դրական մեծ քայլերով առաջ գնանք։ Հայ-ադրբեջանական կարգավորումը առաջ է անցել հայ-թուրքական կարգավորումից։ Այս հայտարարությամբ Ռուբինյանն ըստ էության հաստատել էր նաև այն վերլուծական կարծիքը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Ադրբեջանի ձեռքում է։ Այդ մասին անգամ Ալեն Սիմոնյանն էր բաց տեքստով հայտարարել Թուրքիայցի ժամանակ։ Նա ասել էր, որ Թուրքիան Ադրբեջանի գերին է, ինքը բանակցում է Հայաստանի հետ, բայց Թուրքիային բանակցել չի թողնում։ Թուրք պաշտոնյան Երևանում ակնարկել էր, թե հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացները հնարավոր չէ տարանջատել։ Չեն կարող հայ-թուրքական կարգավորման գործընթացն առանձնացնել ընդհանուր տարածաշրջանային կապակցվածության ջանքերից։ Ոչ մի խոստում չէր տվել թուրք բանագնացը Երևանում սահմանի բացման մասին։ Այսօր հայկական գերատեսչություններն իրենց հաղորդագրություններում շեշտել են, որ հաջորդ տրամաբանական քայլը սահմանի բացումը կարող է լինել։ Այդ մասին պայմանավորվածություն դեռ 2022-ի հուլիսին էին ձեռք բերել Ռուբինյանն ու Քլչը, բայց 4 տարում ոչ մի տեղաշարժ։ Անգամ այսօր Թուրքիայի արտգործնախարարությունը հայտնել է, որ սահմանի բացման ուղղությամբ շարունակվում են աշխատանքները։ Հավանաբար Ռուբինյանը դեռ երկար կերազի այս պահի մասին։ Whenever I'm thinking about Armenia-Turkey border, I'm picturing Serdar Bey. Հիմա, երբ ես խոսում եմ հայ-թուրքական սահմանի մասին, պատկերացնում եմ Սերդար Բեյին, հուսալով նրան տեսնել գնացքով Հայաստան գալիս, ինձ էլ նրան դիմավորելիս։ Լիլիթ Սարգսյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։